2025 թվականի հունվարի 1-ից R&D ոլորտի ծրագրեր պետության կողմից արժանացան հարկային արտոնությունների։ 2024 թվականի տարեվերջում դա ամրագրվեց օրենքով, իսկ 2025 թվականի մարտ ամսին հրապարակվեց նաև կառավարության որոշումը։ Մենք արդեն իսկ տասնյակ ընկերությունների հետ միասին դիմել եւ համապատասխան հանձնաժողովի ստացել ենք դրական արդյունքներ։ Մեր կողմից կնքվում է գաղտնիության համաձայնագիր, որից հետո ուսումնասիրում ենք կազմակերպության ամբողջ գործունեությունը, այնուհետև R&D հատվածը։ Ունենում ենք քննարկումներ պոտենցիալ շահառուի հետ եւ գնահատում արտոնությունից օգտվելու հնարավորությունը։ Այնուհետև հաճախորդին տրամադրում ենք համապատասխան պլան, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն իր կողմից եւ աշխատանքների որ մասն է մերը։ Այս շրջանակներում առավել կարևոր է պրոդուկտի կամ պրոյեկտի նորույթի գաղափարը, դրանում ինտեգրված արհեստական բանականության գործիքները եւ թե որքանով է այն հեշտացնում մարդկանց կյանքը։ Պետք է նաեւ նշեմ, որ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում պայմանագրով ներդրողների կամ հաճախորդի կողմից ստանձնած գաղտնիության պարտավորությունների դրույթներին։ Կապ չունի դուք զբաղվում եք աութսորսինգով, թե պրոդուկտ եք, դուք կարող եք հանդիսանալ շահառու։ Մեր աշխատանքի մասին խոսում են մեր արդյունքները։ Մենք տեխնոլոգիական ոլորտի իրավական ակտերը եւ դրանց կիրառությունն ուսումնասիրում ենք անմիջապես սկզբնաղբյուրից եւ ունենալով ավելի քան 14 տարվա փորձ կուտակել ենք ինստիտուցիոնալ հիշողություն եւ վերլուծական ունակություններ։ Խնայեք ձեր գումարները եւ դիմեք մեզ, դեպի զարգացում տանելով ձեր բիզնեսը։